Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք, եթե բարձրարեք շենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն, ձեզ հետ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով նախապես պատրաստված պայուսակը։ Եթե գտնվում եք չորրորդ և ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի եկեք, առաջին հերթին, սովորաբար, փլվում են մուտքի աստիճանները։ Կանգնեք շենքի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների և դռան բացվածքների և հենասյուների մոտ, հեռու լուսամուտներից։ Գլխավերևում պահեք աթոռ, պայուսակ կամ այլ համապատասխան իր։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ։ Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ բնակարանից, նախապես փակեք գազի փականը, հոսանքազերծեք բնակարանը։ Փլուզումներից առաջացած փոշուց պաշտպանվելու համար բերանը և քիթը ծածկեք թաշկինակով։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից դեպի անվտանգ տարածություն։ Շենք վերադարձեք պաշտոնական հաղորդագրությունից հետո։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում, արգելակեք մեքենան, համեմատաբար բաց տարածությունում, ճանապարհից դուրս, կամուրջներից, բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում, հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք դրա համաձայն։ Եթե մետրոյում եք, ցնցման ժամանակ խուճապի մի մատնվեք, ամուր բռնեք երկաթե ձողերից։ Հետևեք կայարանի բարձրախոսով տվող ցուցումներին։